Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ։ Սկսենք հաղորդումը ամենաառաջինը բնականաբար Հայաստանից եւ Հայաստանից մի քանի այսպես ինչ ասեմ ցնցող լուրեր ունենք, որ ասում գտել ենք դիակ Ագաթան Եղոսի փողոցի վրայի բարձրահարկ շենքից բոլորիս հայտնի Ռասիայի դիմացի շենքն է 22-ից 25 տարեկան կնոջ։ Ասում ինքնասպան է եղել։ Առաջի ամենահեշտ տարբերակը բանակում սպանում են թուրքերը եւ այլն կամ իրենք գցում են զինծառայողի վրա, սա էլ ինքնասպան է եղել։ Ինչի եք միանգամից ձևակերպում, ով է որոշե, որ ինքնասպան է եղել, եթե ոչ սպանել են։ Իմիջիալոց ասեմ ձեզ, որ 2 տարեկան երեխային, որ այսքան ժամանակա որոնում են, դեռ չեն գտել։ Ես ավելի հակված եմ, որ այդ երեխան ոչ թե գետնն է ընկել, այլ գողացել են։ Դե Հայաստանում սովորություն է դառել, այն ուկրաինացի երեխուն գողացան 13 տարեկան 7-8 օր հետո գտան գողացած տեղից ընդհանրապես կապ չունեցող մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Հիմա այս երեխուն է գողացել են 2 տարեկանով այմանում։ Հիշեցնեմ ձեզ, որ Հայաստանում տեղ ունեցող այս դեպքերը պրոսպեկտի վրա այսօր կրակոցներ եւ այլն։ Լրիվ Հայաստանը վերածվել է Չիկագոյի։ Ինչպես ներկայացնում են ազգային ժողովը, չեմ ուզում ներկայացնել այդ հարց ու պատասխանը, որտեղ մեկը մյուսին արժանի են, եւ ասում են ներքին գործերի նախարարին, թե տամոժնիում քանի կետ փակել եք, ստուգող թմրատեղերի Հայաստանում կտրուկ աճել է թմրատեղերի ներմուծման քանակը։ Հա, նենց է չէր, որ տամոժնին չէր թողում, քանի որ թմրատեղերի գործի հետ պետական ղեկավարներն են կապված, հանձինը Սերժ Սարգսյան եւ Պողոսյան Միրանի, Քեթրինի Միրանի, հիմա էլ էդի վերցել են Նիկոլենք իրենց ձեռքը, Վիգենը ձեզ օրինակ Վիվարոյի Վիգենը, այդ գործի մեջ Մարիամիկն էլ է մտնում, մյուսներն էլ են մտնում եւ այլն։ Բա պետք է փակեն, որ շատանա, որ իրանց ձեռք է այդ գործարքը։ Իմիջիալոց Վիվարոյի Վիգենի անունը եւս այսօր էլի մի քանի տեղ երևաց, որ սպանել են Հազիլ Ֆեյալի հսկայական ֆիրման, որը գործեր անում տարբեր տեղեր Թուրքիայից մեծ գործեր էր անում եւ կեղտոտ գործեր էր անում թմրադեղի եւ կրիպտովալյուտայի, այդ Ջեմալ Օնալին, որ սպանել են, որ այդ ֆիրմայի տեղակալն էր, ասելա, որ դատակը բանա տվե վկայությունա տվե, որ Վիգեն Բադալյանն էլ է մեջ եղել այդ գործարքների։ Դա ինձ չի, այդ մարդու դատական գործից է։ Բացեք, տեսեք։ Ազատ տպված, այսինքն Հայաստանում չասեմ էլ ինչա կատարվում։ Քորլևոնինի ասма վիրահատել են Աստղիկում։ Լֆիկի հիվանդանոցը, որը Նիկոլ Փաշինյանի փայեն են, այսինքն ուրիշ տեղ չէին վստահում, ոչ Քոչանի կնգա հիվանդանոցը, Նայիրի բժշկական կենտրոն, ոչ Սիրջիկենց եւ մյուսների հիվանդանոցները, ոչ էլ Քուշկյանի մյուս հիվանդանոցը Երևանի վստահեցին, հա, Լֆիկի հիվանդանոցին։ Որովհետեւ պետության թևը Լֆիկն է, Նիկոլի Փայնա, դրա համար էլ վախեցել են, որ ուրիշտեղ սատկացնեն։ Այդ բժիշկներից մեկը չուներ այսքան գաղափար Լևոնին սատկացներ թողեր սեղանին։ Թե փողը հայ բժիշկներին վերածում է կուլակի, ինչից է, որ գերմանացի բժշկի հետ խոսում ես, առողջանում ես, հայ բժշկի հետ խոսում ես, արդեն գնում ես քո համար գերեզմանում տեղ ես վերցնում։ Այդ հարցին որևէ բժիշկ կարա պատասխանի, 95%-ը հայ բժիշկների հիմնված են գրփելու վրա։ Անցնենք մեկ այլ նորության Հայաստանից, նախ ասեմ ձեզ, որ Ռուսաստանի ինքնաթիռները, որոնք Մոսկվայի օդանավակայանը 2 օր արդեն թռիչքները կանգնեցրել է, Վնուկովոն եւ այլն, Հայաստան եկողները սպասում են ժամերով, որ Հայաստան գան, հետաձգվել է ռեյսները, քանի որ հրթիռակոծվում է Մոսկվայի տարածքը, մնացած օդանավակայանների տարածքը Ուկրաինայի կողմից, որպեսզի մայիսի 9-ին սարքեն կոլապս ու լավ են անում, Նիկոլն էլ վերջնականապես մինչև այդ ձևեր տալու, թե կարողա
քթից ցիստի տնի եւ այլն չգնա, բայց հայտարարեց, որ այո ինքը գնալու է, քանի որ ինքը ռուսի ամենամեծ շունիկն է։ Ուղղակի առանց իրա Պուտինը պոլիշորտ չունի, որ ոտները մաքրի վրով անցնի, Նիկոլին կանչել են, որ Լենքին պարկի, Պուտինը կոշիկները մաքրի վրան, գնա մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կանգնի։ Ասում չկա տես բան։ Չկա տես։ Բա տեսնում եք ոնց է լինում։ Հիմա շարունակեմ լուրերը, քանի որ Հայաստանից եւս մեկ լուր կա, որ ԲԴԽ բարձրագույն դատական օրգանի անդամ ընդունեցին Արմենուի Հարությունյանին, Անահիտ Աշոտ Հարությունյան, Արմինե Հարությունյան, Անահիտ, մի խոսքով Անահիտ Արիստակեսյան, ինչ որ է, բոլորն էլ անծանոթ։ Եվ շնորհավորում են այդ մարդկանց, բայց ես ասել եմ այդ մասին, որ դա ստեղծված է բարեկամներին գործ տալու համար, թե ինչ պիտի անեն սրանք իրար հետ 6-7 հոգով տարվա մեջ 5 գործել չեն անում, եւ ինչ պիտի տան սրանց էլի էս կանանց ընդունելով գործի տեղ։ Բանից պարզվում է, որ շատ հարցերի մեջ կանայք լավ էլ փայեն։ Լավ, գեղեցիկ փայն իմիջիալոց գործարքների մեջ։ Դրա համար է այսպես է տեղի ունենում։ Մեկ է մի լուր նայեցի, որ Հունան Պողոսյանին երեկվա ասածս 104 գեներալներից մեկին կանչել են իբր ապօրինի ունեցվածքի եւ կաշառակերության ձեռքբերման մեջ։ Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը Սերժ Սարգսյանի ամենալավ քիփ ընկերներ, հետո մինչև Նիկոլի գալը հրաժարական տվեց, 8 ամիս հետո դրեցին Սյունիքի մարզպետ եւ պատերազմի պարտության Սյունիքի ամբողջ վերահսկողությունը պատկանում էր Հունան Պողոսյանին։ Այնպես որ Հունան Պողոսյանին պիտի կանչեին ոչ միայն կոռուպցիայի, այլ նաեւ եթե երկիր իսկական լիներ, պատերազմի պարտության մասին, քանի որ հսկայական սահմանակից երկու կողմից Ադրբեջանին արդեն ցավոք սրտի սահմանակից մասում ինքն էլ պետք է ունենար իր դիրքը, բայց ոնց հասկանում եք չուներ։ Իմիջիալոց Սյունիքից մի լուր էլ եկել, որ ասում են Կապանի քաղաքապետ Պարսյանը չի թույլ տվել, որ նոր Վերջին սպառապետը ֆիլմը ցույց տան։ Էս են Պարսյանն է, որը Սերժ Սարգսյանի քիփն էր, նստավ պոստի, Նիկոլի ժամանակ մնաց, հետո այն որ ջերմուկի դեպքերը լինում էր, էլի եմ ասելու, ինչքան էլ ուզում է նեղվի պարոն Շանթ, ես այս բաները լավ եմ հիշում, գոռում էիք, բա մեր ընկերն է, մեր բարեկամն ասնում, ուռա, մեր կուսակցությունը, ջերմուկը չէր, բանի դեպքերը լինում էր, իշխանասարի, դուք սայլուտ էիք խփում, Պարսյանն էլ էր խփում, 5 րոպե հետո հելավացած, բայց Նիկոլի հետ պիտի աշխատեմ, բայց պիտի անեմ։ Այդ դրա համար է Նիկոլի հետ աշխատողը չի թույլ տալիս Վերջին սպառապետը երևա։ Դու էլ ասում եք Սերժ ուրիշ է, Նիկոլ ուրիշ է։ Սերժի մարդը ոնց կարար Նիկոլի հետ մերժվել, ոնց կարար սպառապետը ֆիլմը թույլ տար ցույց տալ։ Այսպիսի բաներ է տեղի ունենում հիմա։ Ժողովուրդ ջան, խայտարակ բաներ, ես դեմից սկսում եմ, հետևից մտնում եմ, ուղղակի խառնում եմ բոլորը իրար։ Անցնենք հիմնական թեմաներից մեկի միջազգայինից, որ Տրամպը լրիվ իրան պահում է Նիկոլի նման, լրիվ խփնված, ու հենց Տրամպին ով ընտրեց, ես սկզբից էի ասում, ու ասածս իրականանում է, քանի որ Տրամպը մեռած դիակ է, ինքը միայն իր հայտարարությունների վրա է, կես ժամ հետո չի հիշում, ուրախանում ու դրանով փորձում է ինչ-որ հարցեր լուծի։ Տրամպի այսքան ժամանակվան նստած հարցերից ո՞րն է լուծվել։ Միայն մեքսիկական ծոցը անվանելով ամերիկյան ծոց։ Վերջ։ Մնացած խոստվածները ես կգրավեմ, են կգրավեմ, լրիվ օդի մեջ կրակոցը, այս կանեմ Ուկրաինայի կռվի 5 օրից կպրսնի 7 օրից միֆ։ Ոչ մի բան այդ մարդը չի կարողանում անել իր թմով։ Միֆ, թալա եւ այլն։ Եվ այսօր էլ բան արե, Պարսկաստանին ուլտիմատում է տալիս, թե Պարսից ծոցը կկոչվի արաբական ծոց։ Տրամպ։ Ում համար կկոչվի արաբական ծոց։ Դու զորելու ես, որ ասենք մենք միշտ սովորենք Պարսից ծոցին նոր ծոց հայտնաբերենք։ Հա, վերանվանենք, ով է վերանվանողը, դու։ Ով է մինչև հիմա մեքսիկական ծոցին ասում ամերիկյան ծոց, ոչ մեկ։ Ինչքան որ մեքսիկական ծոցը քթիթ տակ ամերիկյան ծոց չեն ասում, այդ առավել ևս Պարսից ծոցն էլ, որ դարերով սովոր են մարդիկ, չեն ասելու արաբական ծոց։ Այսինքն մենակ սրա մեջ է երևում քո ծոցի ուրախությունը։ Երկրագունդը սարքե պատերազմների թաթերաբեմ, էշեշ խոսալով, ամեն ինչը թանկացնելով, Ամերիկայում խայտառակ իրավիճակ ստեղծելով, աշխարհի բոլոր տեղերը հզորագույն պատերազմներ հրահրելով։ Իմիջիալոց պատերազմը սկսված է, այլևս
կանգնեցնելը շատ դժվար է լինելու, ինչքան օրական հզոր հարված լինի, այդքան պատերազմը կանգնեցնելը դժվար է լինելու։ Հնդկաստանը թիրախավորել է տերորիստական կուսակցության բազաներին, որը հիմնվել է հենց Պակիստանի կողմից պրոքսի բանակների, որոնք նաև համագործակցում էին Ալ-Կաիդայի և մնացածի հետ, իսկ Պակիստանը գնդակոծել է 3-4 հատ հնդկական քաղաք։ Գնդակոծություններն ու ռմբակոծությունները շարունակվում են, մեկը 10 տեղ է խփել, մեկը մյուս, իսկ Պակիստանը, ինչպես իր քոչվոր եղբայր Թուրքն ու Ադրբարանը, սկսեց միանգամից մեծ թվերից, 1 ժամ հետո պատերազմից հայտարարեց, թե խփել ենք 5 հատ ինքնաթիռ, պայթեցրել ենք 9 հատ քաղաք, եսիմ ինչքան գումար տաք եւ այլն։ Ժողովուրդ ջան, այս պատերազմները հիմիկվա, ինչքան գնում է, ավելի է անցնում այլ տեսակի պատերազմների, ոչ մեկ չի կարող կոնկրետ անել այդ հսկա երկրների մեջ, Պակիստանը 804,000 քառակուսի, Հնդկաստանը 3,288,000 քառակուսի, ոչ մեկ չի կարող այս բան ճշգրիտ ասի, որտեղ խփեց, ինչ խփեց, մանավանդ Պակիստանի նման երկիրը։ Իմիջիայլոց ասեմ, որ այս պատերազմի ամենաշահող մարդը եղում պետությունը լինում է նաև Չինաստանը, որտեղ ամենամոտիկն է, երկուսի հետ սահման ունի ու երկուսին էլ փորձում է զենք տա։ Հնդկաստանը հրաժարվել է, բայց Պակիստանը հասկանալով, որ զենքի շատ մեծ բաց տեղ ունի, բայց փող էլ չունի, դրա դիմաց թե ինչա զիջելու տարածքը, հանքերը եւ այլն, ծովափը առանցեն է կախված է Չինաստանից զենք պիտի ձեռք բերի։ Այս պատերազմի էսկալացիանը, սա ամենաուժեղ էսկալացիան է, որին պատրաստվում է նաև իմիջիայլոց Ամերիկան եւ ինչու՞ չէ նաև Արևմուտքն ու Ռուսաստանը, քանի որ ամեն մեկը փորձում է ինչ ունի այդ հսկայական պոտենցիալով երկրների վրա ծախի։ Սա Ադրբեջան-Հայաստան սահմանափակ բյուջեներով երկրները չեն, որ մաքսիմում պատերազմը 5-6 միլիարդի սահմանափակվի, սա հսկայական 230 միլիոն Պակիստանն է ու 1.6 միլիարդ Հնդկաստանն է։ Սա պատերազմի ամենաչալաղած տեղն է, որը աշխարհի մեծերից ոչ մեկի կրոնին չի կպնում, նույնիսկ Չինաստանին չի կպնում, քանի որ հինդուներն են մահանում եւ բնականաբար մահմեդականներն ու խառը ազգերը։ Սա ամենամեծ կատաստրոֆան է լինելու, որը կարող է նաև տարածվի մյուս երկրներով։ Սկսվելու է այստեղից տարածվի մյուս երկրներով, ինչպես ասում էին, մարդիկ կարող է Իրան հասնի, այս աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Կարա Չինաստան էլ հասնի, Ռուսաստան էլ, Միջին Ասիա։ Չէ՞ որ ես ներկայացրել եմ ձեզ Պենտագոնի տեսլականը, ինչ պիտի լիներ եւ ով էր Միջին Ասիայի համար պայքարի մտնելու։ Սա նաև նույնպես Միջին Ասիայի համար պայքար է, քանի որ Պակիստանը երկար ժամանակ փորձում էր Միջին Ասիայում ինքնահաստատվել, չթողեցին, քանի որ ծրագրի մեջ էր մտնում Չինաստանը, մյուս կողմից ուզում էր աշխատել Պակիստանը, որպես լինելով մամեդական ամենամոտիկ երկիր, հա, եւ ունենալով 230 միլիոն բնակչությամբ, ինքը կարող էր ուղղակի այսօրվա դրությամբ շատ պակիստանցիներ մանր գործերի վրա անցնում են սահմանը, Աֆղանստանն են անցնում, Ուզբեկստանում եւ Տաջիկստանում աշխատում են, իրար մեջ ունեն առևտուր, հիմնական առևտուրը գնում է Միջին Ասիայի չորացած մրգերի եւ այլն, Պակիստանի թեթև տեքստիլ արդյունաբերության մեջ, Պակիստանը ամենամոտիկն էր, Իրանից բնակչությամբ 2-3 անգամ մեծ, նա ավելի մեծ պոտենցիալ ուներ էներգակիրները, քանի որ ինքը էներգակիր չունի այսօր։ Չինաստանը նույնպես փողերը տվել է, բայց Հնդկաստանն չէր հրաժարվում, ոնց կարող է Իրանից ընդամենը 80-100 կիլոմետր հեռու, Հնդկաստանից մեծ տարածք վրան ապրում են Հնդկաստանի մի գյուղի չափ ժողովուրդ։ 50 միլիոն մարդ ապրում Հնդկաստանից մեծ տարածքի վրա, բանը Միջին Ասիան 4 միլիոն քառակուսի, Հնդկաստանը 3 միլիոն 288 հազար, այստեղ ապրում 1.6 միլիոն մարդ, ընդդեմ 60 միլիոն, մի Դելիի կամ մի Մումբայի չափ ժողովուրդ։ Պարզ է։ Այսինքն կենացները քաղցանում են այս տարածքի վրա, պատերազմները ուժեղանում են։ Բնականաբար պատերազմների հետ մեկտեղ հեսա սկսվելու է հսկայական քանակությամբ մարդկանց փախստականների արտահոսք, աշխարհի տարբեր երկրներ, երևի սրա համար էր Ջհուդ Արսեն Թորոսյանը ասում, որ մենք պարտավոր ենք ընդունելու ում հայտնի չի, պակիստանցի եւ հնդիկ ցածր մասսայի ընդունելը դա Հայաստանի համար հակացուցված է ուղղակի, հակացուցված, որովհետեւ փախնելու առաջինով, ով որ հանցագործա, ով որ ճանապարհը գտնում է դուրս գալու։ Լավ մարդը միշտ մնում է մինչև վերջ պայքարում ու մահանում է, ոնց որ Հայաստանում էր լինում։ Եվ այս պատերազմի հետևանքները դեռ նոր է սկսել, այնպես որ դեռ շատ բան հայտնի չի։ Ահա այսպիսի
հսկայական պատերազմ սկսվեց մեր տարածաշրջանից մի փոքր հեռու, բայց ոչ մեկ չի կարող ասի, որ տարածաշրջանից ասենք 2-3 հազար կիլոմետր հեռավորության վրա պատերազմը Հայաստանի վրա կանրադառնա, թե չէ։ Եթե վերցնենք նորից աշխարհում հիմա գնում են Ամերիկան է բնականաբար գնում է այն ճանապարհով, որ ֆինանսավորումը զենքերի եւ ամեն ինչի գնում է Հնդկաստանի կողմ, բայց ով է իմանում պատերազմի ընթացքում ինչեր կփոխվեն։ Հիշեցնեմ ձեզ, որ պատերազմի ժամանակ Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունը սկզբում պաշտպանում էր Իրաքին, հետո պարզվեց, որ Իրաքին գցեց, իսկ Իրանին պաշտպանող Ամերիկան հետո դուրս եկավ Իրանի դեմ, այնպես որ պատերազմը շատ ահավոր բան է եւ իր հետևանքները ազգերի եւ մարդկանց հանդեպ շատ մեծ կլինի։ Միջալոց ասեմ ձեզ, որ շատ հնարավոր է օգտագործվի, տեսեք հիմա եմ ասում, բիոլոգա-բակտերիալ եւ քիմիական զենք, քանի որ սա massայական ոչնչացման ամենաուժեղ զենքերն է, մի հատ քիմիական զենք գցելը ավելի հսկայական քանակությամբ մարդ կմահանա, քան 100,000 զինվոր, 100,000 կամ 1 միլիոն կամ 10 միլիոն կամ 100 միլիոն փամփուշտ կրակելուց։ Այնպես որ պատերազմը դեռ նոր է սկսվում, հետևանքները կլինի շատ ավելի ցավալի ու մեծ։ Սա էսպես։ Մարդկանց թիվը պետք է քչացնեն, թե չէ, ես ասացի 3 պետություն իրար հետ առանց կողքինների խառնվելու ունեն հսկայական բնակչություն 3.3 միլիարդ մարդ։ Եթե կողքի երկրներն էլ քաշեն պատերազմի մեջ, սա լինում է, որ աշխարհի կեսից շատը 5-6 միլիարդ մարդ պատերազմի մեջ է հայտնվում։ Ինչը աշխարհի բնակչության քչացնելու մարդակեր խոսքի ջատագովներն էին, այն ջհուդներն էին, որոնք սկզբում գտնվում էին Ամերիկայում եւ Անգլիայում, հետագայում հաստատվեցին Ամերիկայում եւ ինչպես նաեւ Խորհրդային Միությունում, Ռուսաստանում, մինչեւ հիմա դրա համար Ռուսաստանն էլ պակաս պատերազմի մեջ չի։ Իմիջիայլոց ուկրաինական աղբյուրների տեղեկացմամբ ռուսները արդեն չափերն անցնելով եւ բանակցություն չլինի, խփում են ուղիղ քաղաքներին, իսկ ուկրաինացիները խփում են հենց արդեն Մոսկվային եւ ծովատնյա մնացած քաղաքներին։ Պատերազմը շարունակվում է։ Առաջ պատերազմները գնում էր մեծերը 45 թվականից հետո հանգստացել են, պատերազմները մղում էին փոքր երկրների տարածքներում ընդլայնելով իրենց վերահսկողությունը։ Ռուսաստանի կատարած հանցագործ քայլից հետո, որը նախատիպ տպեց, աշխարհի մեծերը սկսեցին պատերազմի մեջ մտնել։ Ասեմ մեկ այլ լուր Եվրոպայից, որ վերջապես կատարվեց այն, ինչի մասին երկար տարեր սուտ կլինի, մեկ տար արդեն, պայքարում են Գերմանիան եւ Ֆրանսիան, այսինքն միացնել գերմանա-ֆրանսիական զորքերը, ստեղծել ներքին եվրոպական բանակ, քանի որ ՆԱՏՕ-ն դա գտնվում է ինչքան էլ Եվրոպայի ձեռն է, Ամերիկան մեծ ուժ ունի մեծ քանակությամբ զորքը եւ զենքը եւ նա որոշում է Եվրոպայի շատ հարցերում ճակատագրել եւ բացի դրանից ՆԱՏՕ-ն Թուրքիայով է, իսկ եվրոպացիները շատ հարցում ցանկություն չունեն ՆԱՏՕ-ի Թուրքիայի հետ մտնել գործարքի մեջ, քանի որ Թուրքիայի մտնելը որևէ հարցում, կոնկրետ վերցնենք Բոսնիա-Հերցեգովինա, վերցնենք Սերբիա եւ մնացած տեղերը, հակասում է Ալբանիա, հակասում է եվրոպական շահերին։ Այնպես որ ստեղծվեց այն, ինչի մասին երկար ժամանակ ես ասում էի նույնիսկ 4 տարի առաջ եմ ասել, որ սա կլինի ամենահզոր բանը, միջայլոց որին առաջինը ձգտում էր Պուտինը, բայց դա չստացվեց։ Սա կլինի այն հզոր բանը, որ գերմանական փողն ու բնակչության քանակը եւ ֆրանսիական զորքի քանակն ու ատոմային զենքը եւ գումարած աշխարհի բոլոր մայրցամաքներում Ֆրանսիայի ունեցած բազաները սարքելու են հզորություն, որի շուրջը վարկյանական հավաքվելու են եվրոպական բոլոր 27 երկրները եւ դրանք միանան եւս մի քանի երկիր, որը կսարքի հաջորդ ուժը, իմիջիայլոց ասեմ ձեզ, որ եվրոպական միացյալ բանակի զորքը ավելի շատ է, քան Հնդկաստանի զորքը, քան Ամերիկայի զորքը։ Պարզ է, մանավանդ հիմա, որ սահմանի վրա Ռուսաստանը պատերազմ անում։ Եվ մեկ բան էլ ասեմ, որ Եվրոպան ուզում է սանկցիա կիրառի հենց Հունգարիայի հանդեպ, ինչպես նաև Սլովակիայի հանդեպ պրոռուսական քաղաքականության համար, սա հարցի ամենաուժեղ մասերից մեկն է, եւ մյուս մասն էլ բանակների միությունը տալու է կոնկրետ եվրոպական հարցերի լուծման։ Առաջին փորձությունը կանեն Կիպրոսի վրա եւ շատ հնարավոր է նաեւ Հայաստանի վրա։ Ես ասում եմ, իօգուտ Հայաստան չի, իօգուտ եվրոպական հարցերի, բայց Հայաստանում այդտեղ մենք օգուտ կքաղենք։ Հիմա շարունակեմ հարցը։
Հիմա չասեք, թե ես գնում եմ վայ, սպասում եմ, որ Եվրոպան օգնի։ Ոչ մեկ մեզ չի օգնելու։ Մեր հողի, մեր պատմության, մեր տանտերը մենք ենք։ Մենք պիտի մեզանից ներկայացնենք որևէ արդյունք, սուբյեկտ, որ աշխարհը մեզ հաշվի առնի։ Եթե չէ, բոլորը օգտագործելու են մեզ որպես թաշկինակ։ Սա միանշանակ։ Եվ հաջորդ լուրը ասեմ Եվրոպայից, որ իմիջիայլոց Եվրոպան հայտարարեց, որ Ուկրաինան ավելի շուտ կմտնի Եվրոմիություն, քան որոշված էր։ Պատկերացեք, Ուկրաինան եթե մտավ Եվրոմիություն, նրա շատ հարցեր ավելի թեթևանալու են։ Ա. Անսահմանափակ զենքի գնալը, Բ. Ոչ մեկ չի կարողանալու ասի, ինչքան ռազմական ինստրուկտոր կարան անցնեն։ Հիմա այսպես չի, որ չեն անցնում, բայց այն ժամանակ քանի հազարով կանցնեն, քանի որ զորքերի քանակը հզորացել են եւ ինչպես տեղեկացրեց Էստոնիան, մենք կարծում ենք, որ առաջին հարվածը ստանալու ենք մենք զարմանալի է։ Էստոնիա ու դրա համար Էստոնիան հավաքել է եւս 15000 կամավոր տղաներ եւ աղջիկներ եւ պարապաստում է։ Իմիջիայլոց ասել եմ ձեզ, որ Էստոնիայի բանակը միջներից ամենաշատն է, 4-5 անգամ պատվել է, մարդիկ ունեն 5000 զինվոր, այսօրվա դրությամբ 40-50 հազար մարդ են հավաքել 1 միլիոն բնակչից։ Այնպես որ սրան գումարած եւս 15000 ֆրանսիական, 15000 գերմանական, 5000 բրիտանական եւ մնացած շվեդական եւ մնացած զորքերը։ Իսկ որ Լեհաստանը հանդիսանում է Ամերիկայի անմիջական ներկայացուցիչը Եվրոպայում եւ ստանում է անսահմանափակ քանակությամբ զենք ու հայտարարեցին, որ Լեհաստանը այնքան զենք է ստանալու, ինչքան մենք կգտնենք ճիշտ։ Իսկ Լեհաստանը Եվրոպայի 40 միլիոնանոց պետություն է, որը իր բանակը հասցրել է 300,000-ի, 350,000-ի եւ ունի մի շարք նաեւ կամավորներ եւս 100-150,000։ Կես միլիոնանոց բանակ, այսինքն Պուտինի թեթև ձեռքով ոչ թե Ռուսաստանին օգուտ տվին, այլ վնաս տվին։ Եվրոպան սարքեցին ռազմականացված մի հատ հսկայական տարածք։ Բոլորի բանակները 2-3 անգամ շատացել են։ Ամենակիչը շատացել է Գերմանիայի ու Ֆրանսիայի բանակը։ Գերմանիայի բանակը 178,000-ից տարել է 215,000, որոշել են 2 տարում սարքել 300,000, բայց ասած եթե պատերազմ սկսի 600-900,000 զինվոր են կանում։ Ֆրանսիան 250-եր սարքել է 255-270,000 ամենակիչը։ Մնացած բոլոր սահմանային երկրները բարձրացրել են։ Իմիջիայլոց Ռուսաստանը հիմա ուզում է Ուկրաինայի տարածքում, որ չի կարողանում գործողություն անել, դրանց մեղավոր ուզում է համարի Արևելյան Եվրոպայի երկրներից Ռումինիային եւ Բուլղարիային։ Ռումինիային հասկացանք Մոլդովայի պահով, բա Բուլղարիային ինչի։ Այս մասին չենք հասկանում։ Ըստ երևույթին փորձում են Սևծովի մասում ստեղծել որևէ մի կոնֆլիկտ, որ կարողանան ծովը հակառակ վերահասկելով, որ Թուրքիան ինչքան էլ Ռուսիայի հետ է, բայց ՆԱՏՕ-ի դեմ չի կարող, որպեսզի ստանան այն խորհրդային ժամանակների չափի ամբողջ Սևծովի վերահսկող ուղղությունը, որ Թուրքիայի հետ բալանսի կա։ Սա էլ մի հետաքրքիր տարբերակ է։ Հիմա համար ծիծաղել էր Բուլղարիան ինչը։ Ռումինիան հասկանալ է, Ռումինիան ամեն ինչով պաշտպանում է Մոլդովային, բայց Բուլղարիա էս հարցն է։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, որ այս պատերազմները գնալով ավելի ահավոր չափ են ստանում։ Զենքի առևտուրը խեղդել է բոլորի աչքերը։ Եթե առաջ թմրադեղներ առաջի տեղ, զենքը 1-1 երկրորդ տեղեր են գնում, տուրիզմը երրորդ տեղեր, հիմա զենքին ոչ մեկ չի ասնում։ Թմրադեղ գումարած տուրիզմ զենքի երևի 10%-ին չասնի։ Անցնենք մեկ այլ հարցի, որտեղ սա երկար պատմություն է, ես ուզում եմ ներկայացնել մեր ծպտյալ հայերի մասին նոր տեղեկատվություն, չնայած շատ մարդիկ կարող է իմանան, ես համենայն դեպս համարում եմ նոր տեղեկատվություն, քանի որ Թուրքիայի արխիվներից դուրս եկած փաստաթղթերով ծպտյալ հայերը ոչ թե 2 միլիոն են, ոչ թե 5 միլիոն են, այլ ուշադիր եղեք, միայն ծպտյալ հայերը 12-ից 15 միլիոն են։ Ես չեմ զարմանա, եթե 25 է լինեն։ Եթե միտեղ ասում են հայերի թիվը Թուրքիայում 60,000 է, հետո դառավ համշերները հայ չեն, հետո լավ հայ են, հետո համշերները 500,000 են, հետո դառավ որ 2.5 միլիոն են, սկսեցին գտնել, հետո դառավ որ ծպտյալ հայերը 30,000 են, հետո վայ կներեք 300,000 են, վայ կներեք 1 միլիոն են, հետո Ամերիկան տպեց որ 5 միլիոն են, պարզվում է ոչ թե 5 են, հել 12-ից 15 են, ես չեմ զարմանա, որ ծպտյալ հայերի թիվը լինի, էլի եմ կրկնում, 17 կամ 20 միլիոն։ Դուրս է գալիս, որ Թուրքիայի 85 միլիոն գովացած բնակչությունը, իրական թիվը գալիս է ոչ թե 85 միլիոն, ինչքան գումարում են, եթե ծպտյալ հայերի հաշվին։ Իրական թուրք բնակչությունը, որը երևաց իրենց այդ անձնագրերը ճշտելուց դեն թե կոդը 10 միլիոն է,
Մնացած բոլորը հայեր են եւ ամենազարմանալին ու վախենալին թուրքերի համար շոկ էին, որ ֆանատ թուրքերի քաղաք հայտարարված Կեսարիան, որ իրենք ասում են Կայսերի, Կեսարիայի բնակչության 18-ից 22%-ը, որը համարվում է իբր մաքուր թուրքերի քաղաք, արդեն ծպտյալ հայեր են։ Իմիջիալոց եւ լուր կա, որ Ֆեթուլա Գյուլենը նույնպես ծպտյալ հայեր, նա հատուկ էր ստեղծում գյուլենիստական կազմակերպություններ ի հակառակ Էրդողանի ֆաշիստական կառավարության, նացիստական, դրա համար։ Այսինքն մենք դեռ շատ բաներ ենք տեսնելու ծպտյալ հայերի մասին։ Ծպտյալ հայերը նաև ապրում են տարբեր երկրներում, բայց շատ սերտ կապ ունեն, քանի որ հատուկ ծրագիր կա, ես այդ ծրագրերը չեմ բացահայտի։ Դրանց մեջ միշտ շատ կապ կա Թուրքիայի սահմանակից երկրների հետ, ուղղակի սա բավական ուրախ լուր է, ու մենք չենք նստելու էլի եմ կրկնում, սպասենք, վայ, ծպտյալ հայը գա մեզ փրկի։ Ոչ, բոլորս օդու ջրի պես պիտի աշխատենք ամեն մեկս մեր տեղով հանուն մեր ազգի փրկության ու մեծ Հայաստանի վերականգնման 618,000 քառակուսի կիլոմետր։ Բայց ինչու Թուրքիան չի բացում Հայաստանի սահմանը, սա համար 1 պատճառն է։ Սա համար 1 պատճառն է, որտեղ ծպտյալ հայերի նաև ինքը Նիկոլինա պահում չբացելով։ Գիտեք ինչի, պատկերացնում եք ծպտյալ հայ, որոնք արդեն բավական լավ պատրաստված են, որոնք Թուրքիայի միջև կառավարության մեջ են, որոնք կարևոր ռազմական գործողություններ են կատարում Սիրիայի եւ մնացած տարածքներում, որոնք թույլ չեն տալիս, որ Թուրքիան շատ հարցերում առաջ ընկնի, հանկարծակի յետ մանյուվր ունենան Հայաստանի տարածքում։ Ինչ կստացվի, ով կարող է ասի։ Նիկոլը կմնա թե չէ։ Ու Հայաստանը, որ դառավ պահեստային մաս, թուրքը ո՞նց է գտնելու էլ։ Դրա համար էլ փակ են պահում, փակել է սահմանը ավելի ձեռատալիս Թուրքիային, քան Հայաստանին։ Բարձա։ Սա հարցի ես մի կողմ է եւ վերջնական կողմը ծպտյալ հայերի մեջ վրիժառուների հսկայական խումբ կա։ Եթե վերցնում ենք Բաբերթի մարզը, հա, իմ պապենական ծննդավայրը, ըստ թուրքական տվյալների 70-ից 80% հայ է։ Պաշտոնականի, իսկ միգուցե 95։ Վերցնում ենք Էրզրում Կարինը, որ թուրքերը Էրզրում են ասում, թուրքական ձևն է, Կարինի տարածքում անհայտ է։ Կարինի տարածքում թուրքերն են վախենում մտնեն, որտեղ 60-65%-ը մարդիկ չեն ասում ինչ ազգ է, ես այս մասն խոսել եմ։ Ինքը գիտի թուրքերեն, ինքը ցերեկը մամեդական է, իր գունը քրիստոնյա, կամ պետք եղավ, երբ պետք եղավ, ինքը մամեդական է։ Ո՞նց է ստուգելու այդ մարդուն։ Ոնց ես ստուգելու այդ մարդուն ինքը ծպտյալ հայ է։ Եվ ոչ միայն Կարինի տարածքում, այլ մնացած տարածքներում, ոչ միայն Արևմտյան Հայաստանում, այլև Փոքր Ասիայի ցանկացած մասում ընդհուպ մինչև ծովափնյա մասերը։ Ու սա է պատճառը, որ Թուրքիայից մեծ մասամբ երիտասարդները փախնում են, ես այստեղ մի թուրք տղայի խոսացրեցի, 22 տարեկան, ինքը ասեց, ես գիտեմ, որ Իմիջիալոց Կեսարիայից էր Կայսերից, ես գիտեմ, որ հայոց եղերն եղել է, ես դա շատ լավ գիտեմ, ասեց, մենք համարվում ենք ամենաֆանատ թուրքերի քաղաքը, ես դա գիտեմ ու Թուրքիայում շատ մարդիկ գիտեն։ Երիտասարդությունը դուրս է գալիս, որտեղ իրենք էլ ներքին անհանգստություն են զգում, քանի որ Թուրքիան 85 միլիոն դարել է ոչ թե Թուրքի հաշվին, այլ Արաբի Սիրիայի կռվի հաշվին, որոնք շատացել են, չգիտենք ով ումա սպանում։ Քրդերի հաշվին, որոնց չգիտեն որն է քուրդ, որն է հայ, որն է ինչ։ Ասեց, իսկ ընդհանրապես մենք որպես արևմտյան Հայաստան տարածք, մենք ընդհանրապես շատ քիչ ենք գնում, ասեց։ Ես մի անգամ եմ օրինակ եղել ուղղակի ճանապարհորդության, մենք այդ կողմ չենք գնում, բոլորը գնում են դեպի Պոլսի կողմ, Ստամբուլի կողմ, կամ Ծովափ-Զմյուռնա, կամ Անտալիա։ Մենք այն կողմ չենք գնում, դա վախենալի է մեր համար։ Սա է իրականությունն եմ ասում։ Մեզ հետաքրքիր չի։ Օրինակ կա մի տեղ, որ Գերմանիայում չէ, որևէ երկիր են, որ Ֆրանսիա ասում են, բանը ալբանացիքի թաղամաս։ Այ մոտավորապես այդպես զգացում ամեն մոտ, ոչ թե մենք ցերեկով գնանք կմորթեն, ուղղակի չենք ցանկանում գնել կրակը։ Դրա համար հայկական հողերը մենք չենք գնում, ովքեր ապրում են ոչ այդ տարածքում։ Իսկ ծպտյալ հայերը մինչև ուր են հասել կառավարության, սա էլ եմ ասում, գաղտնիքի մասը, քանի որ եթե նրանք կարողացել են իշխանության մեջ շատ հարցեր մտցնել, ինչպես նաև Թուրքիայի տնտեսության մեջ, դեռ սա ծաղիկներն է, հələ անտառը հետո է երևալու։
Որտեւ Էսպայի դրությամբ հաշվի առնելով Թուրքիայում ցույցերը, քաղաքապետի դեմ բողոքները, ձերբակալությունները, մյուս քաղաքապետին դեմ գնալը, ընդդիմության ղեկավարին խփելը եւ այլն, սրա ֆոնի վրա ոչ մեկ էլ չի նայում լիրայի կուրսին։ Ես ժամ-ժամ հետևում եմ, ժամ-ժամ։ Լիրայի կուրսը հասել է այն կետին, որին հասել էր մի պահ, որ շուխուռնկավ, թե վայ 40-41։ Իսկ ոչ մեկ չի նայում եվրոյով կուրսին 50-50 քանիսը, չէ՞։ Ամեն ինչ ամառը մի քիչ փորձել է, ասենք, թեթևացնի, տուրիստը գալիս է, հա բայց տուրիստի համար էլ է թանկացել։ Ամեն ինչը թանկանում է ու դրա համար Թուրքիան պատերազմի սխառը վիճակում, իմիջիայլոց Իսրայելի հետ չստացված վիճակում, հայտարարելով վերջ Իսրայելի եւ պատերազմի մեջ մտնելով որպես իբր նախկին Օսմանյան կայսրության տեր ու տիրական, զրկվելով թուրքական երկրներից, չկարողանալով նույնիսկ տարական իր ազր քոչվոր բառանի հետ գործողություններ կատարելուց, բոլորը ամեն մեկը մենակ են մնացել։ Կիպրոսի հարցը զոհելով բոլոր իբր թյուրքական երկրների հայր աթա լինելուց, ոչ մեկ իրան թուրք չի համարում էլ։ Ղեկավարը ի՞նչն է համարում, երբ որ Գագաուզիայի ղեկավարությանը ձերբակալեցին, ինքը մի հատ ծպտուն չանեց։ Ինչ արեց, ամբողջ նրանք իրենց թուրք էին համարում, ձերբակալեցին, ինքը այդտեղ չի։ Չինաստանը ամեն 9-րդ Ույղուրին գցել է Բերդ, ինքը հետը պայմանագիր է կնքում։ Սա դավաճանություն է, թե չէ։ Ռուսները կոտորեցին բոլոր թաթարներին, բոլոր 320,000 թաթարից թողել են 40,000 թաթար։ Ձեն չի հանում։ Պատերազմի ամբողջ զոհվածների մի մասը լրիվ թուրքեր են, հա, տեղացի թուրքեր, թաթարա, ես իմ այնտեղ ինչ ասենք, Ալթայցիա, Խակասա եւ այլն, ձեն չի հանում ինքը։ Կարաչայա եւ մնացած ազգերն են, ինքը ձեն չի հանում։ Բալկարա, թուրքական, իբր թուրքական ցեղի, քյուրքական ցեղի, Բաշկիրիա եւ այլն։ Ուզում եմ ասեմ, սա կազմակերպված դավաճանություն է ամեն երկրի ղեկավարի կողմից, հարգելիներս, որը նաեւ Էրդողանի կողմից է սա։ Եվ սրա մեջ արդյոք գոյություն ունի կրիպտոհայերի ձեռքը, իհարկե գոյություն ունի, որպեսզի թշնամուն քանդես, պիտի քանդես տունը ներսից։ Դրա համար էլ տունը քանդվում է հետաքրքիր։ Ես շատ ժամանակ այդ հարցի վրա նայում եմ, ուղղակի ինֆորմացիա կա, որ շատ բան չեմ կարող բարձրացնել։ Ասում եմ, լավ, ո՞նց է լինում, որ այս հարցը սենց էտահապտի գնա, որ թուրքը անցնի, մի քիչ հոп կանգնում է։ Հետո այսօր որ շատ ինֆորմացիա կա, ոնց եղավ, որ թուրքական զորքեր հասան այստեղ կանգնան, անակնկալ, հետո որ կարդացի անունները ով ինչ պոստ է զբաղեցնում, հասկացա, որ բավական ճիշտ է։ Դրա համար էլ Էրդողանը վախեցած է այդ ամբողջից, քանի որ ինքը չի կարա, ասենք ամբողջ բանակի գեներալներին ձերբակալի։ Ինքը չի կարա ազգային անվտանգության աշխատողներին ձերբակալի։ Ինքը չի կարա պետական այն մարդկանց, ովքեր բարձր պոստեր ունեն միանգամից ձերբակալի։ Չի կարա։ Ուղղակի ինքը հիմա շոուների վրա է, ոնց որ Նիկոլը, չէ՞։ Շոուների վրա է, սրան բռնեն նրան թողեն, սրա բռնեն նրան թողեն։ Ես չեմ ուզում ոչ մեկի հանգստացնել, թե փրկված եք դուք, կրիպտոհայերը ձեր տեղը կանեն, ոչ, ամեն հայ պիտի իր տեղի իր հայրենիքի համար անի, իսկ եթե կրիպտոհայերը այդ գործին են, մենք միասին պիտի փոխգործակցված կործանենք, այո, չեմ վախենում ասել, կործանենք մեր թշնամիներին, Թուրքիային եւ Ադրբեջանին։ Սա մեր հիմնական հարցն է լինելու այս աշխարհում։ Այսքանով ուզում եմ ավարտեմ այսօրվա հաղորդումը, հարգելիներս, որտեվ չեմ ուզում ծավալվել ուրիշ մանր-մունր հարցերի վրա։ Երկրում հիմա Էսպայի դրությամբ Հայաստանում տիրում է սուտ հարց ու պատասխաններ իրար մեղադրել, սա ձգձգելու է մինչև հասնի սեպտեմբերի 18։ Իրական կռիվ դավին, իրար ընտանիք մերկացնել, վիդեոներ գցել, կտեսնեք սեպտեմբերի։ Իսկ այս արդեն ամառվա տակ բոլորը արդեն մտածում են ուր գնան հանգստանալու, որտեղ գնան ստրիպտիզ պարեն սեղանների վրա եւ այլն։ Դրա համար Աստված թող արժանին պատժի հայ ազգի ներքին ու արտաքին թշնամիներին, հատկապես ներքինին, քանի որ նա ավելի անտեսանելի է, ավելի լկտի ու նրա մեջ հայի մասնիկը վերացել է։ Աստված թող արժանին պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում, հաջորդ տարին Բագարանում, հաջորդ տարին Մուշ, Վան, Արդահան, Արդվին, Կարին, էլ որտեղ ասեմ, Կեսարիա, Կիլիկիա,
Անգորա եւ Պոլիս։ Ամեն։